Հայաստանի նկարիչների միությունում այսօր տեղի ունեցել Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտների ամփոփիչ ցուցահանդեսը։ Նոր մեկնարկ վերնագիրը, որ մենք դրել ենք, մի քիչ հակառակ է շրջանավարտին։ Ես ուրախ եմ, որ դուք ստեղծագործում եք, ուրախ եմ, որ մենք բռնել ենք ճանապարհ հետազոտող, ստեղծագործող թողարկելու եւ դուք այդ առաջին սերունդն եք։ Նոր սերունդը ներկայացել է նոր ոճով, ցուցադրվել են գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության եւ դեկորատիվ կիրառական արվեստների հետ կապված աշխատանքներ, որտեղ թեման մարդու մարմինն է, այն պատկեր եւ հիշողություն դարձնելու հնարավորությունը։ Եթե պատտվեք սրահով, կնկատեք, որ գործերից շատերը արձագանքում են այս տրամաբանությանը։ Ինձ համար ավելի շատ հետաքրքիր է, թե իրենց կյանքն իրենց ինչ է ասում եւ ինչպես են կարողանում այդ կյանքից ստացած զգացողությունները ֆորմայի վերածել, ինչը շատ-շատերի մոտ շատ լավ է ստացվել։ Ինձ թվում է գնահատական տալը չի խնդիրը, այլ ավելի շատ հետաքրքրությամբ նայելը նոր սերնդին, տեսնելու, թե ինչ են իրենք մեզ ասում։ Իմ ետևում իմ դիպլոմնիկի ուրեմն աշխատանքն է, որի շուրջ աշխատել ենք գրեթե կես տարի եւ շատ ուրախ եմ, որ Թեմինեն այսպիսի աշխատանք իրականացրեց եւ այսօր մենք տեսնում ենք նրա ավարտուն տեսքը։ Ոճերը շատ են, ոճերը բազմազան են, բայց հեղինակը ունի արդեն իր իսկ ուրույն ոճը, որը շատ հետաքրքիր է եւ շատ գնահատում եմ։ Աշխատանքներն ըստ էության նախանշում են հայ արվեստի գալիք տարիների պատկերը, ինչը հնարավորություն է տալիս նկատել այս ցուցահանդեսը։ Որոշեցի անդրադառնալ հենց դաշտանային ցիկլին, որովհետև մանավանդ Գյումրիում կարծրատիպ կա էլի, որ չի կարելի թեմա ինքը հասարակությունը չի ընդունել ու չի ուզել բարձրաձայնել։ Հա, հիմնականում հա։ Ու հիմնականում թեման են, որ ազատվեմ ես իմ կոմպլեքսներից, որը հաջողվել է։ Ու չեմ խուսափել հենց թեմայի, հենց բուն իմաստի մասին խոսալուց։ Գործս 1 պատմություն, ինչ եմ ընտրել։ Ինքը անիմացիոն նախագիծ է, 2D կադր առ կադր, որը առայժմ շուկայում, հայկական շուկայում թույլ զարգացած է եւ խի եմ ընտրել այդ գործը, որտեղ նախ 2D անիմացիան ինչ շատ հարազատ է եղել թերևս մանկուց ու նպատակը այն է, որ զարգացնենք, որովհետեւ անիմացիան Հայաստանում համարվում է զարգացող ոլորտ, ոչ թե զարգացած։ Դրա համար շատ ոնց որ պատմաբեր գործ եմ համարում այդ ոլորտը զարգացնել։ Ներկայացնում եմ իմ աշխատանքները, նրանց անունը Հարմոնիա։ Հարմոնիան ես պատկերել եմ կնոջ կերպարանքով, քանի որ կինը ինքնին իր ներաշխարհով արդեն հարմոնիա է ինձ հիշեցնում։ Ես ինքս լինելով իքական սերի ներկայացուցիչ, հասկանալով թե ինչ է տարվում մեր ներսում, ինչեր ենք մենք զգում, բայց ինչ ենք մենք արտահայտում, այդ ամենը ես փորձել եմ նաև ցույց տալ հանրությանը, որպեսզի նրանք կնոջը չտեսնեն պարզապես կին եւ մայր, այլ հասկանան, որ նա բնության մի մասնիկն է։ Շարքիս անունը լռություն է։ Շատ ժամանակ չեմ խոսում իմ զգացմունքների, իմ ներսի քաոսի մասին, այդ իսկ պատճառով որոշեցի այն պատկերել։ Պատկերել եմ իմ ներսի տագնապն ու վախերը, որոնք կապված են հենց քաղաքի հետ։ Ինչու մարդկանց չեմ նկարել քաղաքի մեջ, քանի որ հենց այդ տագնապի ու վախերի պատճառը առաջացել է մարդկանց միջոցով։ Հիշեցնենք, որ հունիսի 8-ից 10-ը նկարիչների միությունում կանցկացվեն հնարավորության օրեր միջոցառումների շարքը, որոնց շրջանակներում կներկայացվեն դիզայնի, համակարգչային գրաֆիկայի եւ հագուստի մոդելավորման ցուցահանդեսները։